Որքանով են ներքին գործերի նախարարության համակարգի աշխատակիցները գոհ կարիերայի առաջխաղացման հեռանկարներից, կադրային քաղաքականությունից, սոցիալական երաշխիքներից եւ այլ գործընթացներից։ Պատասխանը պարզ կդառնա անանուն հարցման արդյունքներով, որն անցկացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի գնահատում նախաձեռնության շրջանակում։ Փորձել ենք հասցեագրել մեր գործողություններով բոլոր այն նախանշված ուղղությունները, որոնք շատ կարևոր են մարդկային ռեսուրսների բարեփոխման, դա սկսած ներգրավումից, աշխատակիցներին եւ այս շղթան տանելով մինչեւ թոշակի անցնելը։ Ծրագրի շրջանակում Grand Toronto Հայաստան եւ IMR անկախ հետազոտական ընկերությունները համատեղել են ուժերը բացահայտելու նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ուժեղ կողմերը, զարգացման հնարավորություններն ու բարելավման ուղղությունները։ Մենք իրականացրել ենք արդեն մեր գործընկերոջ հետ հարցումներ, որի շրջանակներում տարբեր խմբեր իրենց կարծիքն են հայտնել, իրենց գոհունակությունն են հայտնել ՄՌԿ-ի տարբեր գործընթացների, ինչպես նաեւ կազմակերպման վերաբերյալ։ Ովքեր նոր են միացել, խնդրում եմ սեղմեք հղման վրա, ես արդեն ուղարկեցի նամակագրության բաժին։ Մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքից եւ մարզերից հարցմանը մասնակցել է ավելի քան 400 ոստիկան եւ քաղաքացիական ծառայող։ Ցանկալի արդյունքի հասնելու համար ընտրվել է խառը մեթոդաբանություն, իրականացվել են համալիր ուսումնասիրություններ, փորձագետների մասնակցությամբ քննարկումներ, հարցաթերթի հասանելիության փորձարկումներ։ Հետազոտությունը իրականացրել ենք արկա եւ առցանց եղանակներով ՆԳՆ աշխատակիցների հետ։ Տարբեր ստորաբաժանումների ներկայացուցչականությունը հաշվի ենք առել հենց մեր 400 ընտրանքի կազմման գործընթացում։ Առցանց փուլին հիմնականում մասնակցել են մարզերի աշխատակիցները, անկախ ստորաբաժանման ներկայացվածությունից, իսկ արկա փուլին մասնակցել են Երևանի եւ մոտակա մարզերի աշխատակիցները։ Հարցաթերթում, ինչպես նաև տվյալների մշակման փուլում, անձնական որևէ տվյալ չի հավաքագրվել կամ պահպանվել, ինչը ստեղծել է վստահության մթնոլորտ, որն էլ իր հերթին թույլ է տվել մասնակիցներին ազատ արտահայտել կարծիքը մի քանի րոպեում ձևավորելով պատկեր, որը կարող է փոխել մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը։ Ներքին գործերի նախարարությունը մեծապես կարևորում է մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի արդիականացման նորված ծավալուն աշխատանքները։ Այս համատեքստում անցկացված անանուն հարցումները կարևոր գործիք են թե խնդիրների եւ կարիքների վերահանման, թե անհրաժեշտ լուծումներ նախանշելու համար։ Ներկայումս ակտիվ փուլում են ոստիկանության գրավչության, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման, ինֆորմացիոն համակարգի գնահատումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս 3 առանցքային գնահատականները համադրվելու են, հենք ստեղծելով այն գործողությունների համար, որոնք ուղղվեն մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավմանը։